Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքը սկսեց բարի լույսը։ Դա նշանակում է, որ ես եւ մեր ամբողջ ստեղծագործական կազմը բոլորիդ մաղթում ենք բարի օր, բարի գործերով հագեցած օր։ Իսկ այն կունենա դրական սկիզբ, եթե իհարկե չփոխեք հեռուստաալիքը եւ հետևեք մեզ։ Օրեր առաջ աստղագետները նկատել են սարսափելի դեպք։ NASA-ի աստղադիտակը արձանագրել է արևի պատկեր, որը զարմանալիորեն նման է փորագրված թթվի։ Լուսանկարում արևի մուտք գոտիներն ու պայծառ ակտիվ շրջանները միավորվել են ձևավորելով աչքեր, քիթ եւ խորամանկ ժպիտ, որը տարածվում է աստղի մակերևույթով։ Սակայն այդ ժպիտը իրականում հսկայական կորոնալ անցք է։ Այն տարածք, որտեղ արևի մագնիսական դաշտը բացվում է եւ բարձր արագությամբ արևային քամիներ են նետվում տիեզերք։ NASA-ի կանխատեսմամբ այս հոսքը կարող է առաջացնել դեպի երկիր թույլից մինչև միջին ուժգնության մագնիսական փոթորիկներ։ Այդ դեպքում բևեռափայլերը կարող են երևալ նույնիսկ հարավային գոտիներում։ Իսկ Նյու Յորքում նոյեմբերի 18-ին աճուրդի է հանվելու մաքուր ոսկուց պատրաստված աշխարհի ամենաթանկարժեք զուգարանակոնքը։ Աճուրդի տունը դա անվանում է գեղարվեստական ստեղծագործության եւ ապրանքային արժեքի բախման սուր մեկնաբանություն։ Այն նաև լիարժեք գործնական զուգարան է նման այն ոսկե զուգարանին, որը 2019 թվականին համաշխարհային հռչակ էր ստացել Բլենհեյմ պալատից գողացած լինելու պատճառով։ Աճուրդի մեկնարկային արժեքը կլինի զուգարանակոնքի պատրաստման համար օգտագործված ոսկու ավելի քան 101.2 կիլոգրամ, իսկ արժեքը այս պահին մոտ 10 միլիոն ամերիկյան դոլար է։ Այսօր նոյեմբերի 4-ն է եւ այսօր Հայաստանում նշվում է սոցիալական աշխատողի օրը։ Սոցիալական աշխատանքը անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները։ 1988 թվականի երկրաշարժից հետո աղետից տուժածներին հայրենակիցները ցուցաբերեցին ոչ միայն նյութական, այլ նաև հոգեկան աջակցություն։ Այս վերջինի հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը։ Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը եւ նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման աջակցող գործունեություն իրականացնողներ։ Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունը ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, մի փոքր թարմանանք, վերադառնանք եւ ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա զրուցակիցներին։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են եւ ես շտապեմ ներկայացնել նրանց։ Այսօր մենք զրուցելու ենք հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ, Արմաբ հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի եւ գրող արձակագիր Ասատուր Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Մենք էլ շնորհակալ ենք հրավիրելու համար։ Մեր ոտքը բարի լինի ձեր հեռուստաընկերությունում եւ ամենակարևորը, որ մշակութային առիթով ենք հավաքվել։ Պարոն Հակոբյան, դուք 2 գիրք ունեք, որը ճիշտ է մեկը ներկայացված չէ այսօր։ Այսօր միայն խոսելու ենք Քոր եկող հոգի գրքի մասին, բայց լայն տարածում ուներ նաև Նարգիզի բույր գիրքը։ Սկզբում մի փոքր անդրադառնանք այդ գրքին եւ խոսենք ձեր գրական գործունեության մասին։ Նարգիզի բույր գիրքը ինչի մասին է, ձեր որերորդ գիրքն է եւ հիմնականում ինչ բովանդակություն ունի։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, ինչպես ասեց Արմենը։ Բաց թողումը ձեր էջի մերն է, մեզ ասել եք, որ Նարգիզի բույրն էլ հետներս բերեինք, բայց քանի որ շատ կազմակերպված ենք, մոռացանք ու չբերեցինք։ Նարգիզի բույրը լույս է տեսել մարտ ամսին Հայաստանում, նա դրա նախորդ տարվա հունիսին Ֆրանսիայում։ Ինչպես արդեն խոսել ենք էկրաններից դուրս, գրում եմ ֆրանսերեն, հետո թարգմանում ներկայացնում Հայաստանում։ Իդեպ երրորդ գիրքս արդեն պատրաստ է Ֆրանսիայում, պիտի գնամ հրատարակչությամբ զբաղվել։ Ինչի մասին է գիրքը։ Գիրքը նույնիսկ ֆրանսիացի մասնագետները դժվարանում են մտցնել ինչ-որ մի հատ ժանրի տակ, Արմենի հետ այդ հարցով շատ ենք խոսել։ Ահագին ժանրի խառնուրդ է, կլինի թրիլեր, կլինի վրեժխնդրություն, կլինի սիրային խոր արկածներ, որ հատվածում էլ որ հայտնվենք, էմոցիոնալ տարը շատ ուժեղ է, պորտկուն։
Առաջին գիրքը ավելի կենցաղային է։ Կենցաղային, այսինքն մեր առօրյա ամենահասարակ բաներից միջև ուր կարող ենք հասնել ու այդ ամեն ինչը բարուրված, համենված մեր հոգեբանական լուրջ մտորումներով, մեր վախերով, մեր սարսափներով, մեր ամենաչխոստովանված սարսափներով, որովհետև մի բարձր ճշմարտություն կա այսօր մեզ թվում է թե անկեղծ ենք, բայց ամենակեղծավորը մենք ենք ինքներս մեզ հետ ենք, ու որ սկսում ենք մի քիչ փորփրել, մի քիչ մեր վախերը ու մեր ագահությունները, ընչակախտությունները մեզ խոստովանել, տեսնում ենք, որ ինչպես մենք, ինչպես մեր, այնպես էլ բոլորի հոգիներում թաքնված եփող շատ բաներ կան։ Ու շատ կարևոր է որ ամենը հանենք ջրի երես, ու երբ հանում ենք ջրի երես, դա իջ պորտկումն ու այդ պայթյունավտանգ պահը կորցնում է։ Այսինքն հակվում է թարմոթին, շնչում է, հասկանում ենք, որ այդ կուտակած բաները այդքան էլ վատ ու անհաղթարելի բաներ չեն։ Կյանքում ինչ իրավիճակում էլ հայտնվենք, դրանցից միշտ դուրս գալու ճանապարհներ կան։ Նարգիզի բույրը հենց դրա մասին է, որ առաջինը, որ անկախ ամեն ինչից, անկախ մենք ուր ենք հայտնվում, մի բարձր ճշմարտություն կա, որ ամենաթանձր, ամենահաստ շերտերով, շերտավոր սև ամպերի հետևում էլ միշտ արև է շողշողում։ Ուղղակի պարզապես ճեղքել ու այդ ամեն ինչից դուրս գալ է պետք։ Հիմա մենք հարցերին սովորաբար նայում ենք հանրության, ընդհանրության տեսանկյունից, մտածելով, որ ամբողջ այսպես է վարվում, բայց անկախ ամեն ինչից թե ամբողջը ինչ սիտուացիայի մեջ է, մարդը մնում է միշտ անհատական ազատ էլեկտրոն, որ կարող է միշտ ճեղքել ու դուրս գալ այդ արևի, այդ ամպոտ շերտերի հետևից ու հասնել արևին։ Նարգիզի բույրը հենց դրա մասին է։ Նշեցիք, որ ձեր գրքերը հիմնականում ֆրանսերենից են թարգմանվում, բայց դուք շատ հիանալի խոսում եք հայերեն, ստեղծագործում եք հայերեն, ինչու ընտրեցիք, որ ֆրանսերենից թարգմանվի գրքերը։ Իմ մոտ որ ֆրանսերենում 18 տարի առաջ որ հայտնվեցի Ֆրանսիայում մի բառ չէի կարողանում խոսել ֆրանսերեն, այսինքն այդ ձգտումը մի քիչ տարբերություններ կան, մարդիկ որ իրենց լեզվով են թույլ արտահայտվում, վատ արտահայտվում, իրենք բավարարվում են մի քանի ֆրանսերեն շփվելու համար անհրաժեշտ բառերը սովորելով ու այդքանը բավարարա որ մտնեն խանութ, իրենց ուզածը գնեն ու դուրս գան։ Ես սովոր չէի դրան, պետք էր արտահայտվել։ Բերած դա դրան, որ սկսեցի ամենախորը ձևով ուսումնասիրել ֆրանսերենը ու մի տեսակ սեր առաջացավ ու հենց այդ ժամանակ էր որ ուղղակի հակվեցի, սկսեցի գրել, որ հիշեի։ Այդ գրելը տեսա, որ մոտս ինչ որ ստացվում է ու ինչ որ մի հատ կյանքի բերմամբ գրով բան էի գրել, ստացվել էր աշխատանքային հաջողություններ ստացվեց ու հասկացա, որ սրտերին կպնելու հնարավորություն ունեմ, այդ ձիրք ունեմ։ Ու ստեղ սկսեցի գրել։ Առաջին գիրքը փորձնական իմ համար ու տենց ընկերներիցս մեկը նկատել էր, հավանեց ու ասեց շարունակի գրել։ Իսկ պարոն Ավենեսյան, ինչքան ժամանակ է որ աշխատում եք պարոն Ասատուրի հետ եւ ինչպես կգնահատեք նրա գրական գործունեությունը։ Ես էլ կուզենամ մի քանի խոսք ասել Նարգիզի բույրը վեպի մասին։ Գրված է նուար վեպ, որը ֆրանսիական գրականության մեջ սև վեպ ժանրին է, այսպես ասած, պատկանում, որը ինքը թրիլեր է, արյունոտ տեսարաններ կան այնտեղ, սպանություններ կան, վրեժխնդրություն կա, հետաքրքիր զարգացումներ կան, բացահայտվում է նաև հատակը, այդ թվում ոչ միայն արտաքին շփումների մեջ այդ հանցագործ աշխարհը կամ ասենք այդ կրիմինալ տարրերն են երևում, այլ նաև մարդու հոգեբանության հատակն է բացահայտվում եւ մի շատ հետաքրքիր վկայություն կա, որ Հերման Հեսեն է ասել մարդու հոգին բազմաշերտ է ինչպես ծոխը, հա, սա շատ հետաքրքիր ձևակերպում է եւ ահա կարելի ասել պճեղ շերտ Ասատուր Ակոբյանը կարողանում է բացահայտել մարդու հոգեբանական այդ շարժառիթներն ու դրդառիթները, եթե մենք նրա կերպարին Միքայելին նայում ենք, տեսնում ենք որ հետաքրքիր շերտ բացահայտվում է եւ տարբեր երևույթներ են երևում Միքայելի հոգեբանության մեջ։ Ի սկզբանե ես հասկացա, որ Ասատուր Ակոբյանը կարողանում է տիրապետում է հոգեբանական, մարդկային հոգեբանական շերտերին, դրա ճանաչողությանը ներկայացնել են անտեսանելին, ինչպես ինքը ասաց, որը անգամ ինքներս ենք մենք խուսափում ինքնախոստովանել, որ ահա կա այդ հատկությունները մարդու մեջ եւ ասեմ, որ շատ հետաքրքիր եղավ մեր համագործակցությունը, թարգմանել է Նարգիզի բույրը բանաստեղծ Կարեն Խուրչուդյանը մարսելաբնակ եւ համատեղ սկսեցինք աշխատել, երբ որ թարգմանությունը ընկավ ձեռքս, երբ որ ուղարկեցին ինձ, սկսեցինք համագործակցել, աշխատեցինք, քննարկեցինք, իդեպ շատ հետաքրքիր եւ ուրույն ոճ ունի, ոճավորման, այսպես ասած, նաեւ սենց եթե ասենք, մենք կտեսնենք, որ նաեւ շրջապտույտ
պատույտներ կան լեզվի մեջ, Ասատուր Հակոբյանի ներքին շարադասական շարադասության կառույցների մեջ ասենք, թե մտածողության, այսպես ասած, ոլորանները ասենք, հետաքրքիր ոլորաններ եւ ոլորապատույտներ կա։ Երբեմն առաջին հայացքից թվում է, թե խորթ է, հայ ուղիղ, այսպես ասած, սահուն պատումին, խորթ է, բայց սա նաեւ գեղարվեստական ոճ է եւ շատ արագ մտնելով գրքի տարածք, ճանաչելով նաեւ գրքի բովանդակությունը, այդ մասին հենց այդպես պիտի գրվեր։ Սա է շատ հետաքրքիր։ Անշուշտ դժվար եղավ, ընդդիմություններ եղավ, երբ որ սկզբանը ես ուզում էի շատ հարթեցնել, հասկացանք, որ կկորի, ուղղակի գրողը կկորի այդտեղ եւ գիրը կկորի եւ ոճը կկորի, բայց շատ արագ նաեւ հետո հասկացա, որ պիտի տեսնեմ Ասատուր Հակոբյանի ոճին ճանաչեմ, այս վերջերս նույնիսկ երբ որ հաղորդակցվում էինք միմյանց նամակ էին գրում, Ասատուրը ասում է սկսել ես իմ ոճով ինձ հետ հաղորդակցվել, ասում է ուրիշ տարբերակ չկա։ Եվ շատ հետաքրքիր աշխատանք ստացվեց։ Սա ամենալավ տարբերակն էր, որ խմբագիրն ու հեղինակը աշխատում են միմյանց հետ, որովհետև չի կարելի խմբագրել հեղինակին այնպես, որ հեղինակը կորցնի իր դիմագիծը, հեղինակային դիմագիծը, սա ամենակարևոր բանն է։ Եվ բնականաբար փաստորեն դուրը եկել է Ասատուրի իբրև խմբագիր, եւ դա երկրորդ գիրքը եւս վստահեց, որպեսզի խմբագրեմ, եւ երկրորդ գիրքը Քոր եկող հոգին, որը արդեն իսկ պիտի ասենք մաքուր հոգեբանական թրիլեր է, որովհետև եթե մենք վերցնենք իրական ժամանակը վեպի, դա վայրկյաններ են, երևի րոպե կամ 2 րոպե։ Հասկանում եք, բայց գեղարվեստական ժամանակը դա մի ամբողջ կյանք է։ Եթե մենք վերցնենք իրական տարածությունը վեպի, դա ստատիկ մի տարածություն է եւ շատ փոքր տարածություն է։ Մի ավտովթարի տեսարան է։ Բայց երբ որ մենք վերցնենք գեղարվեստական տարածություն, այնտեղ շատ մեծ, նույնիսկ մեզ անծանոթ աշխարհներ կարող ենք բացահայտել եւ գործողությունները արագ անցումներ են կատարվում։ Կարող ենք մենք էլ հանգարց հեղինակի միջոցով հերոսների հետ հայտնվում ենք պուտ անտառում, դառնում ենք զորքերի հրամանատար եւ այլն, ու այս թվում է թե այս ցակուցրիվ փազլը ի վերջո իմաստավորվում է, սա է շատ կարևոր։ Եթե մենք նայենք պոստմոդեռնիստական մտածողության տեսանկյունից, Ասատուր Հակոբյանը կարողանում է միանգամից շաղ տալ պատկերը, բացել փշրանքներ, փազլային մտածողության մի հատ հետաքրքիր բան է ստեղծում, որը ընթերցողը ինքն է նաև կարողանում այդ փազլը հավաքել, եւ մի հատ հետաքրքիր բան կա, որը եւս հետմոդեռնիզմին է էլի ծանոթ, ընթերցողը ինչքան պատրաստ է, այսինքն պատրաստ է որպես կարդացած մարդ է այս իմաստով, հա, ինչքան զարգացած է, այնքան այդ պատկերը ավելի ճշգրիտ է կարողանում հավաքել, բայց վերջնականապես հավաքել հնարավոր չի Ասատուր Հակոբյանի փազլը եւ դա տեղ է թողում նորից վերադառնալ եւ ընթերցելու, որպեսզի կարողանաս ել ավելի պատկերը։ Կրկին վերընթերցելու գրքեր է գրել Ասատուր Հակոբյանը եւ Նարգիզի բույրը եւ Քոր եկող հոգին։ Երկրորդում հոգեբանական շերտերը շատ ավելի ցայտուն։ Այսինքն երկրորդ անգամ ընթերցելուց այլ կերպ ես ընկալում գիրքը, առաջին անգամ լրիվ պիովին է։ Նոր բացահայտումներ ես անում, որովհետև ինքը նաև հետաքրքիր մտածողություն ունի, առեղծվածներ է ստեղծում։ Այսինքն այդ որոշակի դա արկածային բնույթ է, չէ՞, ժամանակին կար, հնագույն ժամանակ գանձերի կղզին, գանձերի որոնողներ եւ այլն կար, չէ՞, ինչ որ առեղծված, որը մարդուն միշտ գրավել է։ Մարդը ուզեցել է այդ առեղծվածները ճանաչել։ Ասատուրը նաեւ հոգեբանական առեղծվածներ է ստեղծում, կերպարի շուրջ առեղծվածներ է ստեղծում, պատկեր է ստեղծում, ասում ես, ինչ կապ ունի այս պատկերը, ասենք, այս ամուսնության պատկերը, ինչ կապ ունի այստեղ եւ այլն, բայց հետո բացահայտվում են այդ առեղծվածները, սա է շատ հետաքրքիր։ Ու ինչքան որ ելի եմ ասում, դու պատրաստ ես որպես ընթերցող, այնքան լավ խուզարկում ոնց է որ կարողանում է առեղծվածը ավելի լավ բացահայտել։ Այնքան այդ առեղծվածի բացահայտումը բերում է նաև հոգեբանական հետաքրքիր էյֆորիայի բերում ընթերցողի մոտ։ Այսինքն կարող ենք ասել, պարոն Հակոբյան, որ գիրքը ունի վերջաբան, թե պետք է ընթերցողը այդ առեղծվածը գտնի եւ ինքը գտնի գրքի վերջաբանը։ Ֆրանսերեն մատ հետաքրքիր արտահայտություն կա, հայերենով շատ կիրառված չի, կփորձեմ ուղղակի ուղիղ թարգմանել, բնականաբար համնոտը մի փոքր կորցնելով, ասում եմ, ես իմ ընթերցողին սոված չեմ թողում։ Այսինքն վերջին հաշվարկով պատմությունը եզրափակվում է։ Եզրափակվում է միշտ ինչ որ բաց հավարտով, ինչ որ ենթադրելու եզրակացնելու տեղ է թողում։ Կոնկրետ այս բaragայում գիրքը սահմանափակվում է։ Գիրքը սահմանափակվում է, ես Արմեն հետ խոսում էի գրքի շուրջ,
ինքն իր վարկածներն ասեց, վարկածներ, որոնց մասին ես ինքս չէի մտածել, որ կարող է այդպես լինել, ինքն իր ենթադրությամբ իր եզրակացություններով հանգել էր ինչ-որ մի հատ հատվածի, պատկերը տեսարանը վերջնականում բարձ ու մատչելի է, բայց ինչ-որ բոլորին ինչ-որ մի հատ ազատություն է տրվում, որ պատկերացնեն իրենք իրենց ձևով։ Այդ պահը կա, երկրորդի մեջ առաջի հայացքից ինչ-որ ֆանտաստիկ տարեր կթվան, որ ֆանտաստիկ տարեր կան, բայց իրականում երբ հասնում ենք վերջ, առհասարակ ֆանտաստիկ տարեր չկան, կան երևակայական տարեր, դրանք նյուանսների տարբերություն կա։ Որ հա, ասեմ գիրքը սահմանափակվում է, բայց ոչ այդքան սահմանափակ լինելով։ Այն նշեցիք, որ ձեր հիմնականում գրքերը, որ գրում եք, շատ հաճախ անգամ ֆրանսիացի գրողները եւ խմբագիրները չեն կողմնորոշում, թե ինքը ինչ ոճի մեջ է։ Դուք դա հատուկ եք արել, որ չհասկացվի ինքը ընդհանրապես ինչ ոճով է, թե ուղղակի այդպիսին է գրքի ոճը։ Ալիտա ջան, ես մենակ քեզ չէ ամեն անգամ տարբեր հեռուստահարթակներից ու առասարակ ընկերներից հետ խոսելուց ես միշտ ասում եմ, ես չեմ գրում, ես հալվում ու թափվում եմ իմեջերի վրա։ Ես չեմ անում ինչ-որ մի բան հատուկ, որ հատուկ էս նպատակին հասնեմ եւ այլն։ Ես իրականությունը այդպես եմ ներկայացնում, ու ես այսօր մի տեսակ սահմանափակ եմ համարում, որ դու ինչ-որ կենտրոնանաս ու քարանաս մի տեսակի մեջ։ Կյանքը միայն պոլար հետախուզություն չի, կյանքը միայն սիրային արկած ու դժբախտություններ ու երջանկություններ չեն դրանից բխող։ Կյանքը միայն վրեժխնդրություն չի ու այդ ամենի համագումարն է։ Ու ես ասենք կյանքի մնացած ամեն տարերը, բոլոր տարերը չթվարկեմ, որովհետեւ ահռելի մեծ են կյանքի բոլոր ալիքները։ Ես չեմ պատկերացնում նկարագրել մի պատմություն, մի հատված, նամանավանդ որ այդ ամենը կարող ամբողջ կյանք նկարագրի, ու ես ինչ որ խորանամ մնամ մի տեսակի մեջ, ես այդ ամենը բացառում եմ, այո դրա համար այդ ամենը ժանրերի խառնուրդ է, բայց ոչ թե ես փորձում եմ ժանրերը խառնել, ես բախվում եմ տարբեր իրավիճակների հետ, որտեղ տարբեր կերպ են դրսևորում ու լուծումները լինում են տարբեր։ Պարոն Ավանեսյան, երբ որ խոսում ենք գրքերը հիմնականում թարգմանվում են ֆրանսերենից, մենք հաճախ նկատում ենք, որ այն գրքերը, որ օրինակ անգլերենից կամ ռուսերենից թարգմանվում են, շատ հաճախ լինում է սխալ թարգմանություններ եւ ընթերցողի մոտ է աչանում հակասությունը եւ ընդհանուր գրողի դիմագիծն էլ է կորում։ Այ ֆրանսերենից թարգմանության որքանով էին դժվարություններ առաջացել եւ ինչպես եք այդ թարգմանությունները իրականացրել, որ ճիշտ լինի թարգմանությունը։ Այստեղ բարեբախտություն կա, որ հեղինակը հայերենին տիրապետում է եւ բնականաբար վերջին խոսքը հեղինակին է հայերեն բնագրի հետ կապված։ Առաջին գիրքը, որ Կարեն Խուշչյանն էր թարգմանել, դե ամեն մարդ ունի իր լեզվամտածողությունը, իր բառաֆոնդը, իր շերտը, Կարենը եւս բանաստեղծ է, շատ լավ հետաքրքիր նաեւ թարգմանություններ է արել, Պոլելուար է թարգմանել, Բորիս Վիան է թարգմանել, հա Վոլտեր է թարգմանել նաեւ Կարենի հետ եւս աշխատելու փորձ ունենք, բայց գիտեք, Կարենը կարող է յուրովի մեկնաբանել նաեւ եւ այստեղ եղել է աշխատանք, հեղինակը ինքը հայերենը բերել է այն մակարդակի, ինչպես որ ինքը ցանկացել է դա լինի կամ ինչպես որ ֆրանսերենում է։ Այդպեսին այսինքն բնագրին շատ մոտ է։ Երկրորդը Ասատուր Հակոբյանը ինքն է նախաձեռնել, կարելի ասել թարգմանել, բայց սա փաստորեն վերաշարադրել, վերստին հայերեն գրելն է։ Ինքը եւս շատ լավ տեսանք, որ տիրապետում է հայերենին, Փառք Աստծո, որ երկար տարիներ ապրելով օտար երկրում հայերենի արմատներին այդքան ամուր մնացել է։ Ես շատ եմ ուրախանում, երբ որ հայ մարդը երկար տարիներ ապրելով օտար երկրում ինքը իր լեզվին եւ լեզվակրությանը պահպանում է, որովհետեւ սա մեզ համար շատ կարեւոր հատույթ է հայ ժողովրդի համար, ինքնության պահպանման խնդիր կա, բայց նաեւ երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, որ գործողությունները հետաքրքիր ձևով այնպես է գնում, որ ինքը թվում է թե հայրականությունից որոշակիորեն դուրս եկած է, չասեմ հեռացած է, այսինքն հաղթահարված է հայկական նեղմտությունը։ Արդեն տեսնում ենք, որ գործ ունենք, այո, ավելի մեծ լայն մասշտաբի կտավի հետ, շատ հետաքրքիր է օրինակ հերոսների անունները, առաջին գրքում Միքայելն է, երկրորդ գրքի հերոսը Գաբրիելն է։ Նայեք, տեսեք, ուրեմն սրանք եւ հայկական անուններ են ինչ որտեղ եւ աշխարհի բոլոր երկրների անուններն են եւ սուրբ գրային, հա, այսպես ասած նաեւ հրեշտակների անուններն են, չգիտեմ, դիտմամբ է արել, Ասատուրը այդ մասին չենք խոսել, դիտեմ, դիտմամբ է արել, թե դիտմամբ չի արել, բայց այնպես չի, որ դու քեզ թվում է թե դու օտար գրականություն, բայց միևնույն ժամանակ գործողությունները հաճախ քեզ կարող է թվալ, որ դա այո, մեր տեղային բան, բայց հաճախ եւ այդ տեղանքը ավելի մեծ է եւ աշխարհում է տեղի ունենում գործողությունը։ Այս խաղերը Ասատուրը շատ գեղեցիկ կերպով կարողացել է ներկայացնել, որովհետև գեղարվեստական տարածքը շատ հետաքրքիր է։ Մենք հայ գրականության մեջ որ նայում ենք, շատերը չեն կարողանում այդ տեղային փոքր տարածքը հաղթահարել եւ գնում է նաեւ
մտքի ուղղահայաց զարգացում է գնում հայ գրողների մոտ, սա եւս լավ է։ Ասատուրի մոտ զուգահեռ եւ գնում է հորիզոնական զարգացումը, այսինքն նա նվաճում է տարածքները, ինչպես մի բարբարոս Աթիլա նվաճում է տարածքները եւ միևնույն ժամանակ դեպի խորք զարգացում ունեն նրա ստեղծագործությունները, որովհետեւ հոգեբանորեն, որ մենք նայենք, կտեսնենք, որ այո, հայի հոգեբանական մի շարք շերտեր կան նրա կերպարների մեջ, այդ նաև ծնողների նկատմամբ վերաբերմունքը շատ հետաքրքիր ձևով, անգամ սիրային պատկերները, անգամ եղբոր նկատմամբ, զավակի նկատմամբ, այս սրանք մոտեցումներ են, որ մեր էթնիկ մտածողության, մեր մտախառնվածքի կամ մենտալիտետի մեջ ցայտուն ձևով դրսևորված են։ Այս արժեքները եւս Ասատուր Հակոբյանը հետաքրքիր ձևով պահպանել է եւ ներկայացնում է։ Ընտանիքի կարեւորությունը, սրանք շատ կարեւոր հարցադրումներ են, որ կան Ասատուր Հակոբյանի ստեղծագործության։ Կամ ասենք այստեղ Միքայելի մանկապատանեկան տարիներն են, դպրոցական տարիներն են նկարագրում։ Մենք այնքան կարող ենք հայ այսօրվա աշակերտին, երեկվա աշակերտին եւ վաղվա աշակերտին տեսնել իր հոգեխառնվածքով, բայց միևնույն ժամանակ դա նաև աշակերտն է ընդհանրապես իր պատանեկան կերտվածքով, իր կռիվների մեջ, իր ծեսկրտոցների մեջ, այս մյուսների մեջ, այսպեսների դասից փախնելու մյուսի այս ամեն ինչի մեջ։ Իսկ հերոսները, ինչպես որ նշեց, ձեր փոքր կարող է նկարագրել նաև ձեր մանկությունը, այսինքն հերոսները իրական են ձեր գրքերի, թե ավելի հորինված եւ ստեղծագործական են։ Ինչ հարցի պատասխանել ասում է գրքի գողագող չի, գրի բարբարոսն էլ բարբարոս չի։ Բան կերպարները իրական չեն, իմ բոլոր պատմությունները հանրված են, անկախ այն փաստից, իդեպ առաջին գիրքս հատկապես, որ իրական դաշտում է տեղի ունենում ապշուտ ոտքը գետնին կպած, բոլորը համոզված են, որ իրական պատմությունը բոլորովին ձերից ձեր հանրված է առաջինը թե երկրորդը, ինչպես նաև կերպարները, բայց կերպարների հանրելը Արմենը լավ գիտի, որ իմ գրքերը կարդում ենք մի տեսակ տպավորություն է, թե մենք մեջն ենք ամեն ինչ տեսնում ենք։ Այդ ամենը գալիս է նրանից, որ ես, ասենք, ինչպես ասում եմ, կյանքը իրականությունը չունի մի ուղղվածություն, այնպես էլ անձը չունի մի անհատականություն։ Այսօր ես դժբախտություն եմ համարում այն փաստը, որ ինչ որ մեկը բարձրացան ճնշում է, թե ես անհատականություն եմ, դա նշանակում է ինքը իր կյանքի մնացած կողմերը չուսումնասիրել, ինչ որ մնացել է մեծ կարծրացել է մեծ կերպարի տակ։ Մենք ավելի լայն ենք, քան այդ փոքր կերպարը։ Հիմա, այսինքն, իմ մեջ ամեն կերպարների մեջ, ամեն հատվածների մեջ բնավորության ամեն հատվածը ես ուղղակի զարգացնում եմ, մի կերպար եմ ստեղծում այդ դրա շուրջ ու մտնում եմ այդ կերպարի մաշկի մեջ։ Կերպարները հանրված են, բայց միաժամանակ լինելով ռեալ, որովհետև իմ անձնական մտածողների, մտորումները, վախերը, ցանկություններն են այդ կերպարներով արտահայտվում։ Իսկ ինչպես որ պարոն Ավանեսյանը նշեց, գրքի հերոսների անունները լինում են եւ հայ անուններ եւ նաեւ ֆրանսիացի ու արտասահմանյան անուններ։ Իսկ միջավայրը ինչպես եք դուք պատկերել, հայկական միջավայրը թե ավելի ֆրանսիական։ Միջավայրը ոչ ֆրանսիական, ոչ հայկական, ավելի համաշխարհային։ Իմ հայկական արմատներն ու տարերը շատ ամուր են, բնականաբար չեմ կարողանում կտրվել ու չցանկություն ունեմ, լավը կա, հաղթելու կարիք կա, բայց այսօր ֆրանսիան էլ ինձ բավական բան տվել ու ամբողջ աշխարհին ես գրում եմ այսօր ֆրանսերեն ներկայացնում եմ Ֆրանսիան ու իմ համար շատ կարևոր է մարդու արժեքը։ Մարդը, ինչպես ես հաճախ կրկնում եմ, ունիվերսալ արարած է։ Երբ գալիս ենք մի աստիճանից բարձր, տեսնում ենք, որ բոլորը մեկ են։ Երբ ինչ-որ մեզ անհատականությունների կամ ինչ-որ ամբողջի կամ ինչ-որ մի բանի ազդեցության տակ ենք տեսնում, դառնում կարծրանում ենք, մնում ենք փոքր խմբեր, ու այդ ժամանակ ես եմ, ես ստեղից եմ, ես այնտեղից եմ։ Բայց կոնկրետ մարդ արարածի դեպքում ես մի քիչ ունիվերսալ եմ ավելի հայացքները տեսնում, հատուկ եմ ընտրում անուններն այնպես, ես այնտեղ գրում եմ ֆրանսերեն, ապրում եմ Ֆրանսիայում, ֆրանսիական ազդեցությունը վրես մեծ է եղել, Ֆրանսիանից լավ ընդունել է, ես այսօր չեմ կարող Ֆրանսիային վիրավորել, ասել գիտեք իմ հայկականն ամենալավը, ձերը հասարակ բան է, մենակ իմը տեսեք, իմ ինչքան լավ է։ Ես դրա համար անուններն ընտրում եմ այնպես, որ լինի կիրառական եւ Հայաստանում Արմենը շատ լավ ասեց այդ փաստը, եւ Ֆրանսիայում եւ աշխարհի բոլոր կետերում, որ ամեն անձնավորություն, որ կարդա ինքն իր միջավայրում տեսնի, միջավայրից էլ հարց տվեցիք, ես հնարավորինս քիչ եմ նշում որտեղ է տեղի ունենում, հնարավորինս քիչ եմ կոնկրետ անում թե միջավայրը ինչպիսին է, որ ամեն մեկը նման պատմություն ինչպես է լինի իր միջավայրում տեսել, զգացել, ապրել է, որ ամեն մեկն իրեն իր միջավայրում զգա։ Այդ ամեն ինչը հատուկ է արված։ Պարոն Ավանեսյան, այն ոճով, որով որ ստեղծագործում է Ասատուր Հակոբյանը, որքանով է տարածված մեր երկրում կան էլի գրողներ, որ նույն ոճով ստեղծագործում են, թե նա յուրովի է ստեղծագործում։ Գիտեք, ես հիմա փոքրիկ էքսպերիմենտալ օրինակ բերեմ, ասենք հանձնարարություն է տրված գրողներին գրել թռչունների չուի մասին, հա, թե ինչպես են թռչունները ճվում տաք երկրներ։ Պատկերացրեք Ռաֆին ինչպես է։
մոտավորապես եմ էլի, հա, պայմանական սա հենց հիմա այս պայն հորինում է, հա, երկնքի կապույտ թանձրի մեջ, ահա, ճեղքվում է իբրև մի հրթիռ օրինակի համար, հա, թռչունները, որոնք թևերը ալեբախումներով երկրի ջրերը ճեղքում, երկնքի ջրերը ճեղքում եւ գնում են այսպես կներկայացնի, ասենք թե դա ռոմանտիկական մոտեցումն է։ Ռեալիստ գրողը, ասենք Շիրվանզադեն, նույն պատկերը ինչպես է ներկայացնում, հա, քանի որ ցրտերն ընկել են եւ թռչունները պիտի իրենց, ասենք շարունակեն, ահա նրանք զույգ երկնքով գնում են դեպի հորիզոնի, դեպի արևը, որպեսզի այնտեղ եւ բնավորվեն։ Ասենք սա ռեալիստական պատկերն է, էլի։ Այսօրվա ժամանակակից մտածողության մեջ մարդը ինչպես կներկայացնի, հա? Կներկայացնի մարդը գլուխը բարձրացրեց վերև եւ տեսավ, թե ինչպես են թռչունները հեռանում դեպի հորիզոնը եւ մարդը մտածեց, ես ինչքան մենակ եմ ես, որ ժամանակ ունեցա երկնքին նայելու եւ թռչունների ջուն նկատելու, դարձավ մարդակենտրոն։ Եթե մենք վերցնենք, տեսնենք այսօրվա մոդեռնիստական գրականության մեջ շատ հետաքրքիր կա մարդակենտրոնությունը, մարդու մասին է նախ եւ առաջ։ Եվ այս առումով Ասատուր Հակոբյանի գրականությունը մարդու մասն է, բայց ահա մտածողության այն ոճային ձևերը, քերականական կառույցները շատ յուրովի է։ Կան շատ հետաքրքիր գրողներ, կան այսօր ժամանակակից եւ երիտասարդ գրողներ կան եւ ավագների մեջ անպայման պիտի Լևոն Խեչոյանի ոճը ասեն, որ շատ հետաքրքիր, ասենք թվում է թե էլի անհարթություններով գնացող, բայց երբ որ մտնում ես գրողի ձեռագրի մեջ, կարողանում ես բացահայտել եւ այդ անհարթությունները քեզ համար շատ հետաքրքիր են դառնում, ինչպես որ մենք մեր երկիրն է, չէ, լանդշաֆտը թվում է թե անհարթ է, դժվար է հաղթալ, բայց մենք սովորել ենք, հայ ժողովուրդը սովորել է բարձրանալ լեռը իջնել շատ արագ եւ նույնիսկ այնտեղից մենամարտել թշնամու դեմ լեռան շնորհիվ, այսինքն այդ լանդշաֆտի նման պիտի կարողանաս ճանաչել։ Ասատուր Հակոբյանի ոճին երբ որ ճանաչում ես, այո, ինքնատիպ է այն իմաստով, որովհետեւ ունի շատ հետաքրքիր համեմատություններ, ունի շատ հետաքրքիր պարականոն, օրինակ ասենք պատկեր ունի, ասում է մատների արանքով ժամանակը հոսում էր ասես թանձր մառախուղ լիներ։ Տեսեք ինչպիսի պատկերներ ունի։ Այս սրանք շատ կարևոր են գրողի ինքնության, ձեռագրային արդեն սա ուրիշ բան է, էլի, այսինքն ոճաբանական քննություն երբ որ անենք, մենք կտեսնենք, որ կասենք օրինակ ինքը մենք բաներ անում, հա, ասում էր մի բուր ժամանակ է մնացել։ Ասում էի Ասատուր, ասում էր չէ, հենց այդպես մի բուրը մենք ունենք քիչ իմաստով։ Ինքը այդպես է պատկերացնում։ Արդեն իսկ սրանք այդ անհատականությունն են վերում եւ պիտի փաստեմ, պիտի վկայեմ, որ ունենք անհատականություն ունեցող գրող, իր ձեռագրով առանձնացող գրող Ասատուր Հակոբյան, ում արդեն երկու վեպերը իրոք բավականին լայն արձագանք են գտնում ընթերցողների շրջանում, ինձ շատ են զանգել Նարգիզի բույրի հետ կապված, շատ են զրուցել, շատ ենք խոսել այդ մասին, շատ բարձր կարծիքներ են հնչել եւ վստահ եմ նոր զանգերի եմ սպասում քոր եկող հոգի հետ կապված, որի շնորհանդեսը 2 օր առաջ տեղի ունեցավ եւ դեռևս նոր է ներկայացվում հայ ընթերցողին։ Այսինքն կարող ենք ասել, որ Ասատուր Հակոբյանն հայ գրականության մեջ իր գրական ոճով լիովին առանձնանում է եւ նոր շունչ է բերում, կարող ենք նաեւ այդպես ասել։ Բնականաբար, եւ գիտեք, սա գալիս է նաեւ աշխարհճանաչողությունից, որովհետեւ ելի եմ ասում, մշակութային խաչաձևումները հետաքրքիր արդյունքներ են տալիս։ Աշխարհճանաչողությունը, ֆրանսիական իրականությունը, բնականաբար այնտեղի բարքերը, այնտեղի սովորույթները, այնտեղի մշակույթը, այնտեղի թանգարանները, այնտեղի երկինքը լրիվ տարբեր կարող են մարդուն աշխարհաճանաչողությունը կամ աշխարհայացք ավելի են լայնացնում։ Եվ երբ որ սա հիբրիդացվում, հիբրիդ է դառնում հայկական էության հետ, ինչպես որոշականն է ասում, խառնվում է հայոց ավազանի ջրերին, մենք միշտ լավ արդյունքներ ենք ունենում։ Պատահական չէ, որ մենք եթե մենք նայենք տեսնենք, Սփյուռքայի շատ հետաքրքիր գրողներ ունենք, ասենք Քրիսը Բոհջալյան, ասենք Պողոսը Գուբելյան, որ նայում եք շատ հետաքրքիր, որոնք աշխարհը որ ճանաչել են, ավելի են կարողանում մեծ կտավի գործեր ստեղծել։ Սա նույնը նաև նկարչության մեջ մենք կարող ենք ասել։ Պատահական չէ, եթե մենք այսօր Մարտիրոս Սարյան ունենք, մենք չպետք է մոռանանք Մարտիրոս Սարյանը Ֆրանսիայում ինչպիսի կյանք է ունեցել կամ նույն Երվանդ Քոչարը, որ Ֆրանսիայից եկավ ընդհանրապես, էլի։ Սրանք ինձ համար
շատ կարևոր է, որպեսզի գրողները կարողանան լայն աշխարհայացք ունենալ, ոչ թե տեղային մի փակ սենյակում կամ իրանց գյուղի տարածքից դուրս չգան եւ այլն, դա էլ շատ կա, էլի հայ գրականության մեջ դրա համար արդյունքի չեն ասում։ Մարդու կնիկ իրար հետ վիճում են, բռնում գրում է, հարևանի հետ խնդիր ունենում, բռնում գրում է։ Այդ տեղային լոկալ հարցերից ավել չեն կարողանում շատ-շատերը գնալ։ Այդտում է երիտասարդներ, իրանք իրանք փոքր խնդիրները դնում են գրականության մեջ, ուզում են մեծ գրականություն ստեղծել։ Դա հնարավոր չի։ Իսկ պարոն Հակոբյան, դուք ինչպիսին եք պատկերացնում ձեր ընթերցողին, ինչ եք ամենաշատը ուզում, որ ընթերցողը ստանա ձեր գրքերից եւ որ տարիքի համար է նախատեսված։ Առաջի գիրքը 16-ից բարձր երևի, հա, մի քիչ բոլոր կարծում եմ։ Հա, բոլոր, չգիտեմ, մի քիչ ասենք բռնի տեսարաններն ավելի ակնհայտ են։ Երկրորդը բոլոր տարիքների համար, իդեպ դպրոցականների համար, դպրոցականներից սկսած ով կարդալու ցանկություն։ Այն ինչ սպասում եմ ընթերցողից, սպասում եմ, որ լավ էներգիա քաղեն, լավ խորհուրդ քաղեն ու հատկապես լավ տրամադրություն, լավ էմոցիաներ։ Արմենը լավ տեղյակ է, մի քանի հոգի որ տեղյակ են ես ինչպես եմ գրում, ես ամեն գիրքը գրում եմ մոտ 400-450 էջ, հետո կրճատում եմ այնքան, որ կհասնի 200 էջ, 200 էջը չանցնի։ Իմ համար շատ կարևոր է, որ գրքում քնած մեռած հատվածներ չլինեն։ Գիրքը անընդհատ պիտի շարժվի, ամեն վարքյան պիտի շփոթված լինենք, ոնց որ 3, ոնց որ 3-4, ոնց որ գրեթե ամեն օր։ Իմ ամենամեծ հպարտությունը նա է, որ անծանոթ մարդիկ ինձ SMS են գրում, որ գիտես, երբեք գիրք չէին կարդացել, մի քիչ ինտրիգա սկսել ենք, ժամը 7-ին գրել են, սկսում են գիշերը ժամը 2-ին առավոտը, զարթնում են, տնում են 2-ին գրել են, վերջացրեցին։ Չեն կարողանում կտրվել, գնում են։ Այդ էներգիան խորհուրդը մնացածը ով ինչ կքաղի, ես անընդհատ կրկնում եմ, ես այդ մեծամտությունը չունեմ, որ ես ասեմ մնացածներից ավելի խելացի եմ, ես իրեն սովորեցնելու բան ունեմ։ Ես այսօր պարզապես իմ մտքի ու հոգու մտածածն եմ ցույց դնում, ով ինչ կքաղի, բայց բնականաբար ես ոչ մի վատ բան հասցնելու մտադրություն չունեմ։ Այո, պարոն Ավանեսյանը նշեց, որ եղել են շատ արձագանքներ, հիմնականում հայ ընթերցողից, իսկ ֆրանսիացի ընթերցողները, երբ որ ընթերցել են, ձեզ ինչ արձագանքներ են տվել, ինչպիսին է եղել նրանց կողմից։ Փաստացի ստացվել է մոտ ունիվերսալ գրելու հատկությունը, որ ինչ որ մեկ ազգության տակ չմնա, ասի, գիտես, ինչ որ էս մի կերպարն է նկարագրում, հայ ընթերցողի արձագանքը 100% նույնն է, ինչ որ ֆրանսիացի ընթերցողի արձագանքը։ Ես ֆրանսիացի ընթերցողից ինչ որ մի հատ առանձնահատուկ արձագանք չեմ նկատել, որ հայ ընթերցողի տարբեր լինի։ Նորից շատ բարձր, իդեպ որ նույն այդ փորձը, կյանքի այդ էքսպերիենսը, որ ամենաընդհատ զարթնում ես, դեռ մեզ գիշերը 3-ին 4-ին գրել են, նույնիսկ ծանոթ մարդիկ կային, որ մի տեսակ բարկացած էին գրել, հիմա վաղը ոնց եմ գնալու գործի, ժամը 3-ին գրել էին, չէին կարողացել կտրվել։ Այդ ամեն ինչը սկսել է հենց Ֆրանսիայից։ Ֆրանսիայում արձագանքը տենց բարձր, տենց տպավորված, նույն տպավորությունները ինչ որ Հայաստանում։ Իսկ որքան ժամանակ է ձեզանից պահանջվել, որպեսզի գիրքը իր վերջնական արդյունքը ստանա եւ արդեն ընթերցողի դատին հանձնվի։ Ալիտա ջան, ես քո հետ հիմա խոսում եմ, այս պահին արդեն իմ գլխում նոր մտքեր են տարածվում ու արմատավորվում։ Իմ մոտ գիրքը քայլելուց, խոսելուց, ինչ որ միտեղ նստած ժամանակ գիրքը կառուցվում է, մոտ կարող է 2-3 տարի եփի միջև հասնի արդեն թղթին տալու։ Ես երբ արդեն ժամանակը գտա, որ պիտի նստեմ, հասնեմ թղթին, մեկ ամսից էլ քիչ ժամանակում այդ ամեն ինչը հանձնում եմ թղթին, որովհետև ստրուկտուրան արդեն հստակ པարզ գլխիս մեջ կա, գիտեմ ինչպես պիտի լինի։ Իմը միայն խնդիրը ժամանակն է, որ նստեմ ու գրեմ։ Ես արդեն երրորդ գիրք ինչպես ասացի գրել եմ, բայց 10-ից ավել գիրք արդեն գրած կա ու այս պահին էլ արդեն երևի 11-րդ ավելացա։ Կա ստրուկտուրան པարզ է, ես կերպարների անունները միջև անգամ գիտեմ, ես միջև անգամ գիտեմ, թե որ տարիքում ինչ գիրք եմ հրատարակելու, ինչ վերնագրով։ Եփվում է, պատրաստվում է, բայց հենց որ նստեցի, շատ արագ հանձնում եմ թղթին։ Իսկ ձեր ստեղծագործությունները, երբ որ գրում եք, հիմնականում բոլորը նույն ոճով են, թե տարբերվում են, ոճային առանձնահատկություններ ունեն։ Իմ ձեռագիրն ունեմ, բայց ոճային տարբերությունը շատ մեծ է։ Եթե այս գիրքը բնականաբար կթողեմ քեզ Արիտա ջան կկարդաս, մի կերպ կփորձեմ այնպես անել, որ նարգիզի գույնել քեզ հասնի ու կտեսնես, որ գրեթե ընդհանրություն չկա։ Գրեթե ընդհանրություն չկա, բայց շատ ընդհանուր է, որովհետև հոգեբանական մտածելակերպը նույն հիմքին է, նույն արմատում է։ Իսկ պարոն Ավանեսյան, երկու գրքերը, երբ որ դուք ընթերցեցիք որպես խմբագիր, հիմնականում որ տողերը եւ որ հատվածներն են ձեզ ամենաշատը տպավորել եւ հուզել։ Գիտեք, երկու գրքերը ընթերցելուց հետո առաջին միտքը որ եղել է, ափսոս որ մենք այդքան զարգացած կինոինդուստրիա չունենք, որ այս երկու գրքերը դառնան ֆիլմեր։ Առաջին անմիջական արձագանքս եղել է դա, գիտեք, այսօր մենք գիտենք, որ մեր ֆիլմերում շատ կա, ասենք նույն այդ կրիմինալ, հա, եւ այլն, չգիտեմ, մարտաֆիլմ,
հազիվ թարգմանեցի այդ բառը, բոևիկ բառը, մարտաֆիլմ եւ այլն, այդ կրիմինալ այդ տարերը կան, բայց գիտեք դա պիտի դատարկ չլինի, հատվածները շատ հետաքրքիր են, այստեղ օրինակ ասենք առաջին Նարգիզի բույրը ֆիլմում փոքրիկ երեխայի հետ կապված բոլոր կտորները, չեմ ուզում ուղղակի հիմա որոշ բացահայտումներ անել, բայց փոքրիկ երեխայի հետ կապված բոլոր կտորները դրանք հետաքրքիր հուզական թրթիռներ են բերում, ու դու կլանված սպասում ես երեխայի ճակատագիրը ինչպես պիտի լինի, հետո է բացվում ինչ էր եղել, ինչից էր ծնել եւ ինչպիսի, հետո ես հասկանում որներ տեսիլք, որներ իրականություն, այո կան արնոտ տեսարաններ, կա վրեժի հատվածը, կա այնտեղ շատ ուժեղ, կա նաեւ վրեժի հատվածը, հա, բայց երեխայի հետ կապված այդ կտորները շատ նուրբ են, այստեղ կա սիրային պատկերը, կա Էլոդիայի հետ, սիրային պատկերները կան քոր եկող հոգին արդեն վեպում, որը շատ հուզական է դառնում, էլի, օրինակ այնտեղ կա մի ամուսնության հատված կա, չգիտեմ, երևի թե այդքան առասպելական ու այդքան այդ առասպելական ամուսնությունից են, որ Վահագն ու Աստղիկի հարսանիքն ես տեսնում, միջև այսօրվա ամենաժամանակակից հարուստ հնդիկի հարսանիքը կարող ես պատկերացնել դու այդ ամուսնության մեջ, որովհետև այնպես է ասատուրը ներկայացրել է այդ, որ շուրջ բոլորը գալիս եւ լրացնում են այդ մտքին, այսինքն դու քո երևակայությամբ եւս մասնակից ես լինում գրողի ստեղծած պատկերին, սա շատ հետաքրքիր, ինքը մասնակից է դառնում, Ասատուր Հակոբյանը շատ է հարգում ընթերցողին, որովհետև ինքը քեզ մասնակից է անում իր վեպի կերտմանը, հա, դու քո երևակայությամբ շատ տեղեր կարող ես ավելին, ինքը քեզ հնարավորություն է տալիս, ինքը քեզ տալիս է դիտմամբ, տալիս է հատվածներ, որ դու քեզանով լցնես, չի պարտադրում, բայց դե լավ էլ պարտադրում է, էլի։ Իսկ պարոն Հակոբյան, երբ որ խոսում ենք ֆիլմ արտադրության մասին, կա ցանկություն, որ ձեր գրքերից թեկուզ մեկ վերածվի ֆիլմի, գոնե եթե Հայաստանում հնարավոր չէ Ֆրանսիայում, որը կթարգմանվի հայերեն կամ այլ լեզուներով։ Ոչ միայն մեկ, այլ բոլորը, ես իմ գրքերը որ գրում եմ, շատ տեսողական եմ գրում, ես իմ գրքերի մեջ մխրճված եմ։ Ես այդ գրքերը ֆիլմի պես տեսնում եմ, ու բոլոր կարդացողները, եթե ժամանակ ունես կարդաս Արի Տաճյան, կտեսնես, որ դու ֆիլմ ես տեսնում, ես շատ չեմ թողնում Արմենը շատ ասած տեղեր կա, որ քո երևակայությանը, բայց ես գիրքը այնպես եմ մաչելի դարձնում, որ տեսարանները բարձ կան աչքի առաջ, տարածքը թողնում եմ ձեր երևակայությանը, բայց տեսարանները պիտի բարձ լինեն։ Իմ ասենք այդ կինոինդուստրիայի պահը, բնականաբար ես ինքս արդեն անցած անգամ չես անգամանից արդեն ֆիլմ արտադրողների հետ պիտի արդեն հանդիպեմ, հանդիպումներ նախատեսված են, եթե չէ ես ինքս տրամադրված եմ արդեն կամաց գար նրան, որ ես ինքս էկրան հանեմ այդ ամեն ինչը։ Դրանք ժամանակի հարցեր են, կլինի թե չի լինի, վաղը կլինի թե մյուս օրը, հարցը չի դրվում, անպայման լինելու։ Իսկ գրքերի թարգմանությունները բացի ֆրանսերենից եւ հայերենից նպատակ կա անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով թարգմանելու։ Ոչ միայն նպատակ, այլ լուրջ ցանկություն։ Բայց Արմենը այսօր շատ լուրջ կետ ջրի երես հանեց։ Ես այսօր այդ բախտավորությունն ունեմ ֆրանսերենից, ես երբ առաջի գիրքը թարգմանել էր Կարենը, ես բերեի իմ ձեռագրին, տեսնեի հասկանայի իմ ուզածնա թե ոչ։ Երկրորդն էլ ես ինքս եմ վերաշարադրել, իսկ ես այսօր ռուսերենի ու անգլերենի այդ մակարդակը չունեմ, որ կարողանամ հստակ իմանալ, որ գիրքը չի խախտվելու իր արմատներից, իր հիմքերից։ Եթե այն օրը, որ հանգնեմ այդպիսի մասնագետի վրա, որ վստահ լինեմ, որ գիրքը անպայման իր նույն էներգիան փոխանցելու է թե ռուսերեն թե անգլերեն, միանշանակ։ Սա արդեն վաճառքի է, քոր եկող հոգին, իսկ հաջորդ գիրքը, երբ երրորդ գիրքը, որ նշեցիք ընթացքի մեջ է, երբ պատրաստ կլինի։ Ֆրանսիայում ամեն ինչ մի փոքր ավելի դանդաղ է լինում, ադմինիստրացիան շատ դանդաղ է Ֆրանսիայում, արդեն մոտ 1 ամիս առաջ երրորդ գիրքս թողել եմ հրատարակչական ընկերություններին, մոտ 6 ամսից մի տարի են վերցնում, միջև ընթերցային անալիզ անեն ու հետո դրանից հետո որոշեն հրատարակում են թե ոչ։ Ես բնականաբար մինչև վերջնական պատասխանը չի գալիս, գործողությունները չեմ սկսում, արդեն ինչպես առաջի եւ երկրորդի կարգն է պահանջել, ֆրանսերենը հրատարակվում է ներկայացնում են Ֆրանսիայում, արդեն անմիջապես հետո թարգմանում ու բերում Հայաստան։ Երրորդը կլինի 1 ամսից, կլինի 6 ամսից, թե հաջորդ տարի նույն ժամանակահատվածում, դեռ չեմ կարողացել, բայց հաստատ լինելու է։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։
Շնորհակալություն հրավերի համար եւ լավ առավոտ մեզ պարգևելու համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ, Արմավ հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի եւ ֆրանսաբնակ գրող արձակագիր Ասատուր Հակոբյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք թողարկումը, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ խոսելու ենք մի մրգի մասին, որի անունն է ծիրան։ Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու, նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում կա նաև B խմբի, նաև A, C, E, H վիտամիններ։ Այն բարեր ազդեցություն ունի արյան հեմոգլոբինի մակարդակի վրա, ամրացնում է իմունիտետը, լավացնում է տեսողությունը։ Ծիրանը օգտագործում է նաև վահանաձև գեղձի ու սրտանոթային հիվանդությունների նախապահպանության համար։ Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է օրգանիզմը, ամրեցնում է ոսկորներն ու պայքարում ծերացման դեմ։ Ծիրանը իրավամբ կարող է համարվել շարժիչ ուժ ուղեղի աշխատանքի համար։ Այն լավացնում է հիշողությունը եւ օգտակար է հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների համար։ Միրգը խորհուրդ է տրվում քաղցրի սիրահարներին, այն հիանալի աղանդեր դառնալ ու փոխարինել պաղպաղակին ու բարձր կալորիականություն ունեցող թխվածքին։ Ծիրանը նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվել, ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում։ Ավելին այն համարվում է բնական լուծողական ու բարերար ազդեցություն է գործում գալարակծկումների վրա։ Պտուղը արագացնում է նյութափոխանակությունը, ժողովրդական բժշկության մեջ ծիրանի կորիզը օգտագործվում է որպես հազի դեղ ու կիրառվում է շնչուղիների հիվանդությունների դեմ։ Համարվում է, որ ծիրանի կորիզի մեջ եղած նյութերը օգնում են քաղցկեղի ու ստամոքսի խոցի դեմ։ Ծիրանը հայտնի է իր մանրեասպան հատկություններով, այն թույլ է տալիս պահպանել օրգանիզմի ջրային բալանսը, դա արվում է մրգի մեջ մեծ քանակությամբ հեղուկի շնորհիվ, ինչպես ցանկացած միրգ եւ բանջարեղեն, ծիրանը եւս ունի հակացուցումներ։ Օրինակ, շաքարային դիաբետ ունեցողներին չի կարելի մեծ քանակությամբ ծիրան ուտել, այն չի կարելի չարաշահել նաեւ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց։ Ծիրանը նաեւ ալերգիկ է, այն կարող է վքնածություն, քոր, հազ ու մի շարք այլ ախտանիշներ առաջացնել։ Ավելին, ծիրանի կորիզի մեջ կա թունավոր թթու։ Այն մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է հանգեցնել թունավորման։ Իսկ հիմա հարգելի հեռուստադիտողներ, պատկերացրեք մի երկիր, որտեղ գտնվում է աշխարհի ամենաերկար փողոցը՝ Yonge Street-ը։ Ձմեռային օլիմպիադայի ժամանակ աշխարհում ամենաշատ ոսկե մեդալներն է հավաքել։ Չափերով երկրորդն է աշխարհում Ռուսաստանից հետո, իսկ երկրի անունը թարգմանաբար նշանակում է գյուղ։ Իսկ այդ երկիրն է Կանադան։ Իսկ երկրի մասին ավելի մանրամասն եւ հետաքրքիր ինֆորմացիաներ կիմանաք, եթե դիտեք պատրաստված տեսանյութը։ Կանադան պետություն է Հյուսիսային Ամերիկայում, աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր գրաված տարածքով։ Ողողվում է Ատլանտյան, Խաղաղ եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով, սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարավում եւ հյուսիս-արևմուտքում, Դանիայի հետ հյուսիս-արևելքում եւ Ֆրանսիայի հետ արևելքում։ Կանադայի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ սահմանը համարվում է աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանը։ Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում լեռնային։ 800 կիլոմետր լայնությամբ ձգվում է Կորդիլերների լեռնային համակարգը։ Մեծ ձգվածության հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական եւ բարեխառն կլիմայական գոտիներում։ Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ։ Գետային ցանցը խիտ է, հարուստ ջրաէներգետիկ պաշարներով։ Հարթավայրերում ձևավորվում է լճագետային համակարգեր։ Ատլանտյան օվկիանոսը մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է։ Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը։ Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով։ Ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ։ Անտառները, որոնք զբաղեցնում են
Կանադայի տարածքի կեսից ավելին երկրի գլխավոր հարստություններից են։ Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ։ Առաջին եվրոպացիները, ֆրանսիացիներն ու անգլիացիները ընդամենը 500 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսով նավարկել են դեպի Կանադա եւ իրենց բնակավայրերը հիմնել Սուրբ Լավրենտոս գետի ափերին։ Եկվորներին առաջին հերթին հրապուրել է երկրի մուշտակամորթ գազանների առատությունը։ Նրանք այստեղ հիմնում են ֆակտորիաները եւ շատ հարստանում էին տեղի հնդկացիներից չնչին գներով ձեռք բերելով գազանների արժեքավոր մորթին։ Անգլիո-ֆրանսիական 7-ամյա պատերազմի հետևանքով 1763 թվականին Կանադան դարձավ անգլիական տիրույթ, որը ուներ ընդամենը 70,000 եվրոպացի վերաբնակներ, որից 60,000-ը ֆրանսիացիներ։ Այդ ժամանակ Կանադան նույնիսկ կոչում էին Նոր Ֆրանսիա, հետագայում նրանց ավելացան նաև ամերիկյան գաղութարարներ, եւ 18-րդ դարի վերջին երկրում կազմավորվեց կանադաբնակ ժողովրդի ձևավորման երկու կենտրոն՝ ֆրանսիական Կանադան։ 20-րդ դարի սկզբին անգլիական ու ամերիկյան ընկերություններն այստեղ փորեցին առաջին հանքահորերը, կառուցեցին ջրաէլեկտրակայաններ, թղթի ու մետաղաձուլական գործարաններ։ Կանադան դարձավ գունավոր մետաղների, փայտեղենի, թղթի խոշորագույն արտադրողներից մեկը։ Կանադա եկան նոր գաղութաբնակներ Գերմանիայից, Սկանդինավյան երկրներից, Ավստրո-Հունգարիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից։ Կանադայի բնիկները հնդկացիներն ու էսկիմոսներն են, որոնք սակայն ներկայումս բնակչության չնչին փոքրամասնությունն են կազմում։ Բնակվում են հյուսիսարևմուտքում եւ պահպանել են իրենց նիստուկացն ու հոգի։ Կանադան զարգացած արդյունաբերական եւ գյուղատնտեսական երկիր է։ Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15%-ը։ Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ եւ այլն։ Զարգացած է նաեւ ձկնորսությունը։ Սիրելիներս հաղորդման վերջում նշեմ, որ Կալիֆոռնիայում գործող տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայացնել Neo անունով նոր մարդանման ռոբոտին։ 1.68 մետր հասակով ռոբոտը կարող է ամբողջությամբ ստանձնել տնային գործերը, սպասք լվանալուց մինչև լվացքը անել։ Այն արժե $20,000, իսկ ամսական բաժանորդագրությունը $499։ Գնորդները նույնիսկ կկարողանան ընտրել ռոբոտի գույնը՝ մոխրագույն կամ մուգ շագանակագույն։ Ընկերության տվյալով Նեոն կարող է կատարել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են հյուրերի համար դռներ բացելը, իրեր հասցնելը եւ գիշերը լույսերը անջատելը։ Դրա հնարավորությունները ընդլայնվում են յուրաքանչյուր ծրագրային թարմացման հետ։ Սմարթֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով սեփականատերերը կարող են վերահսկել ռոբոտին եւ ստուգել, թե ինչ է անում տվյալ պահին։ Հանրության արձագանքը այս տարօրինակ, բայց օգտակար ռոբոտի մասին եղել է շատ բուռն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։